Հիշում եք Նիկոլը սկզբից ինչ էր ասում, Արցախը Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերն են, Արցախը տանք, որ լավ ապրենք։ Հիմա այսքան հավաքվածներից ով ավելի լավ ապրում։ Ասում ճանապարհներ եմ կառուցել։ Այս Հրազդանի ճանապարհները նորմալ են, կառուցած են, կամ Երևան-Սևան տրասան նորմալ է, կառուցած է։ Իրանք հաստատ ավելի լավ են ապրում, բա մնացածները։ Ասում էր Շուշին դժգույն ու դժբախտ քաղաք ինչ են կորցրել, որ մի հատ դժգույն ու դժբախտ քաղաք են կորցրել։ Դա դուք քանի անգամ ես Շուշիում եղել, որ գիտես Շուշին դժգույն ու դժբախտ էր, թե ուրախ քաղաք էր։ Ես առաջի անգամ Շուշիում 92 թվին եմ եղել, վերջի անգամ կռիվը սկսել կռվի օրերին։ Ու աչքիս առաջ ա եղել տարին տարվա վրա ոնց էր Շուշին զարգանում։ Իր համար այդ Ղարաբաղը ընդհանրապես մի հատ տեղ էր, որտեղ չեք չէին տվել։ Ով Քարվաճառում եղել էր 93 թվականից, ով եղել է 20 թվականին, գիտեր ոնց էր զարգանում։ Ինքը այդ ամեն ինչը չէր տեսել։ Ինքը մենակ այն էր տեսել, որ իրան չեք չեն տվել։ Հիմա ինքը ասում է Շուշին դժգույն ու դժբախտ էր, ինչ էր, որ դե հիմա տվեցինք էլի։ Հետո էլ ասում է նախկիններն էին տվել։ Բա որ նախկինները տվել էին թուրքերին, թուրքերը ինչի չէին գալի վերցնում։ Տվել ես, չէ, ասում է նախկիններն են տվել։ Էս են ստորագրել, են ստորագրել, հետո գային վերցնեին, բախի չէին գալի։ Միլիարդներ էին ծախսում զենքերի վրա, սպասում էին, որ Նիկոլը գար, սպասում էին, որ էլի մի քանի հազար հոգի զոհ տան, որ գան վերցնեն, բա տվել էին, թող գա վերցնեին։ Էս թուղթն են ստորագրեն, թուղթն են ստորագրեն, ինքն այդ թղթերը կարդացել, որ ասում էր ղարաբաղցիները ստանալու էին իրավունք գնալ եւ քվեարկել։ Ասում բա որ գնային քվեարկեին, հանկարծ չուզեին Հայաստանին միանային կամ անկախ լինեին։ Ձեռես առնում, քանի Ղարաբաղցու հետ ես խոսել, որ ասում էր ես կուզենամ գնամ քվեարկության եւ քվեարկեմ մնամ Ադրբեջանի կազմում։ Մնացողեն հեսա այսօր կգնային կմնային, էլի ինչի սեպտեմբերին դուրս եկան։ Հիմա էլ ասում է Ղարաբաղցիք տվեցին Ղարաբաղը ադրբեջանցիներին։ Իրանք են ստորագրել այդ թղթի տակ։ Բա մոռացա, որ դու գնացիր ընդունեցիր, ասեցիր Ղարաբաղը Ադրբեջանա եւ վերջ։ Բա Ադրբեջանն ասում է, եթե Ղարաբաղը Ադրբեջանա եւ վերջ, ինչ ուզեմ կանեմ։ Բապտի զանգեր ասել երկու նախագահ մի երկրում չի լնում։ Բա որ դու ասես, այս ամեն ինչի միջով մենք ասում ենք, որ Հայաստանը լավ ապրի, Հայաստանը Ղարաբաղից տարբերում է։ Բա ինչ էիր սպասում։ Հիմա էլ առիթից օգտվում է, ասում է, թե չէ սիրտը ցավում է Ղարաբաղի համար։ Ասում է, դե իշխանություն փոխվեց, կռիվ սկսեց։ Ղարաբաղի անվտանգության երաշխավորը միշտ Հայաստանն է եղել։ Որորը դու ձեռները լվացիր, հետ քաշվեցիր։ Սպասել, որ 120,000 հոգի, որոնք 9 ամիս շրջափակված են եղել։ 9 ամիս։ Գիտեմ, չէ, տեղյակ եմ, օրը մեջ զանգում էինք Ղարաբաղ, խոսում ենք, ստե սաղ, որ տեսնում եք 1000 ընկեր ուներ Ղարաբաղում։ Սաղս գիտեինք լույս չկար, գազ չկար, գիտեինք պամիդորի գինի ինչքան է դառը, բենզինի գինի ինչքան է դառը, գիտեինք, որ երեխեքի համար պամպերս չկար, որ շաքարով հիվանդ մարդու համար շաքարի դեղ չկար։ Այդ սաղ գիտեինք, բայց դու ձեռդ հետ ես քաշում, հիմա էլ մեղադրում ասում Ղարաբաղցիք մի շաբաթ բան եղավ, մի շաբաթում իշխանությունները փոխվեցին, Ղարաբաղը տվեցին Թուրքին։ Փոխվեցին, որովհետև դու 88 թվից հետո առաջի անգամ ասեցիր Ղարաբաղը Հայաստան չի։ Ընկելա, բոլշևիկների ու թուրքերի գրած սահմանն է պաշտպանում։ Նույնիսկ կոմունիստները 89 թվին իրանց գծած սահմանից հետ քաշվեցին եւ վերամիավորման որոշում կայացվեցին։ Այսօր ասենց ռուսների դեմ խոսում է, բոլշևիկների գծած սահմանը մենակ Նիկոլն է ճանաչել, ուրիշ ոչ ոք։ Հիմա մարդիկ տեղափոխվեցին, ստեղ քանիսի խնդիրն ալուց է։ 24 ժամ առաջ աշխարհի այն մյուս ծերում էի։ Մի հատ ջայել աղջիկ, պարոն Խաչատյան, շուրեմ ինչ է եղել, Ղարաբաղցի աղջիկ էր։ Պապը Ղարաբաղի հորովել երկի հեղինակը։ Մարդը այնտեղ մնացել է Հայաստանի դեսպանատունը, հյուպատոսարը մի հատ ապոստիլի հարց չի կարողանում լուծել։ 40 + 10,000, այդ ինչ փող է 50,000 դրամ։ Տայլասա Հայաստանում ցրում է, որ մարդիկ չմիավորվեն։ Հազարատ խնդիր կա, պասպորտի խնդիր կա։ Վերջերս էլի հանդիպել էինք Արցախի մեր տեղահանված հայրենակիցների հետ,
Պարզբան ասում եմ մարդը, ես իմ որ գյուղում, որ ճարտար գյուղում լավ անունով ասեմ։ Ճարտարում ինչ որ մեկը ԶԱԳՍ-ի մի հատ աշխատող մի հատ տար սխալ ա գրել, պասպորտի եւ ծննդականի մեջ տարբերություն կա։ Հայոց պատմություն են սարքել։ Քեն էս ամեն ինչ անում։ Որտեւ իրանց համար Ղարաբաղը չկա եւ քանի ստեղ կա ղարաբաղցիները, կազմակերպված ղարաբաղցիները, քանի կան քաղաքական ուժեր, ովքեր Ղարաբաղի հարցը առաջ են տանում, իրանց համար դա վտանգ է։ Մեր մոտեցումը պարզը հստակ է։ Ղարաբաղցիները այսօր ուժով Ղարաբաղից վտարվել են, այսօր Արցախի հանրապետությունը ուժով բռնակցվել է, բայց դա չի նշանակում, որ Արցախի հայերը կորցրել են իրանց իրավունքները, քաղաքական իրավունքները, որպեսզի կարողանան քաղաքական իրավունքները վերականգնել, տեր լինեն, բոլորը պետք է Հայաստանում իրանց տամպես գան, ոչ մի իրավունքների տարբերություն չպետք է լինի։ Նույնիսկ քաղաքացիություն ստանալով Հայաստանի իրավունքներից ոչ մեկը չի զրկվում։ Այո, Ղարաբաղցիք Հայաստանում ապրեն, տարբերություն չկա իմ համար։ Ղարաբաղ, Երևան, Գյումրի, Սյունիք, տենց էլ իրանց համար չպետք է լինի։ Կոմպակտ պետք է ապրեն, ինստիտուտները պետք է պահպանվեն, պետք է ապահովի Արցախի հանրապետություն ապահով ցան վերադառնալու իրավունքը։ Հասկանում ենք բոլորս, որ Ղարաբաղցին որևէ մեկը չի գնա Ադրբեջանի պասպորտով այնտեղ չի ապրի։ Ով կգնա Թուրքի պասպորտով այնտեղ ապրի, ով իր երեխուն Թուրքի բանակ կուղարկի։ Նիկոլը կուղարկի իր երեխուն Թուրքի բանակ։ Ասում էր ես իմ երեխուն Ադրբեջան գերի կուղարկեմ, պատանդ կուղարկեմ, գերիներին որ հետ կգա։ Դե հիմա ուղարկի թող ղարաբաղցիները որ գերի են թող հետ գան։ Դե ուղարկի թող հետ գան։ Մեզ խոսում էիր։ Իրա վերադարձի իրավունքը պետք է պահպանվի։ Մարդիկ ապահով կարողանան գնան այնտեղ միջազգային խաղաղապահ ուժերի պաշտպանության ներքո Հայաստանի հետ ապահով ցամաքային կապի ներքո։ Մենք մեր քաղաքական ուժը Արցախի հարցը միշտ պայմանավորակարգում միշտ ասելա, միշտ ասելու է։ Ու թող ոչ ոք ստեղ չփորձի Ղարաբաղը Հայաստանին հակադրի։ Ասի Ղարաբաղի հարցը բարձրացնենք, Հայաստանին կխփեն։ Ղարաբաղը Հայաստանի համար բրոնեժիլետ էր։ Հանես բրոնեժիլետը հիմա թուրքը մտել է Հայաստան։ Կրկնում եմ, մեր համար Ղարաբաղի հարցը փակված չի։ Հայաստանցիների համար Ղարաբաղի հարցը փակված չի։ 2 տարի առաջ դեռ խափում ասում էին Ղարաբաղը կտանք լավ կապրես, ապահով կապրես, այսօր ասում է տավուշը չտանք մի շաբաթ հետո կռիվ կսկսի։ Կերան նրանք ովքեր ասում են սենց մի արա։ Բոլոր հարձակումները Հայաստանի վրա եղել են ազատագրված տարածքներից։ Բոլորը մի սանտիմետր առաջ չեն եկել ոչ Տավուշից, ոչ Արարատից, ոչ Եղեգնաձորի այս կողմից։ Գիտակցաբար այդ բրոնեժիլետը Հայաստանից հանեցին, որ թուրքերին դասեն ապով, հիմա ասեն վայ, ինչ ուզում ա տան։ Ինչ ուզում ա տանք, որ հանկարծ կռիվ չլինի։ Ժորդ, եթե դու ասում ես, մենք թույլ ենք, դու Թուրքին հրավիրատոմս ես ուղարկում, ասում ես թույլ եմ։ Ով ա տես բան տեսե փոխանակ երկրի ղեկավարն ասի, միախմբվենք երկիրը պաշտպանենք, ասում ա տանք, որ հանկարծ կռիվ չլինի։ Չի լինում տես բան։ Հաղթող երկրի չի կարող, դա հաղթող երկրին բնորոշ վարքագիծ չի։ Ղեկավարը պիտի ասի միախմբվենք, պաշտպանենք, ոչ թե տանք, որ կռիվ չլինի, վայ, թուրք թույլ եմ։ Թույլ ես գնա թույլերի համար տեղ կա էլի։ Թույլի համար տեղը որն է, չէ՞, նա անկյունը մի տեղ։ Թաղերում էլ է տենց լինում, բանակում էլ է տենց լինում, հիմնարկներում էլ է տենց, այդ է կյանքի օրենքները։ Միջազգային հարաբերությունները ոչնչով թաղի հարաբերություններից չեն տարբերում, ժողովուրդ։ Հա, ճիշտ է, դե փողկապներով են հարցելություն, բայց այդ է, թույլ ես, թույլի տեղը լրիվ ուրիշ տեղ է։